Կարելի ասել որ 15 տարեկանից էր հայրենիքին ծառայում։ Երևի հրամանատարներից դե կարող միակը չէ, բայց միակներից մեկն էր, որ մահն էր արհամարում պատերազմի դաշտում, վախն էլ ընդհանրապես արհամարած։ Որտեղ եթե նա մահն ու վախը չարհամարեր Սամվելը իրան ինքը 1.90 հասակով թիկնեղ սպորտային կեցվածքով տղա էր։ Չէր հանի իրան բռնեժիլետը, այսինքն այդ պաշտպանիչ համազգեստը եւ հագցնի իրան զինվորին, որը իրանը շպրտել էր որ փախնի։ Դե ծանր աժիլետը շպրտել էր որ փախնի։ Սամվելը կանչել էր զինվորին իրան մոտ, այսինքն ասել էր զինվորին բռնեք բերեք, տեսել էր լացելով զինվորը փախնում է, կանչել էր իրան մոտ ու հանել էր իր, ասել էր ուրա բռնեժիլետը զինվոր, ասել կորցրել են պարոն փոխգնդապետ, ասել չես կորցրել։ Ուղղակի շպրտել ես որ թեթևացած վազես փախնես, բայց գնդակը քեզանից արագ ասել է կզոհվես։ Ու հանել է ինքը իր ես եմ Սամվելին դաստիարակել, բայց ես օրինակ նույնը չէի անի։ Անկամ իմ հարազատ եղբոր համար ես իմ ժիլետը չէի հանի տան։ Բայց Սամվելը հանել է իրան զինվորի համար, իրան ժիլետը հանել, հագցրել զինվորին, սաղավարտը դրել զինվորի գլխին ու ինքը հումորով տղա էր, որ պատվի առել զինվորի սա զորքը նայել, դրամատրությունը զորքի դուխը բարձրացնելու համար է, դուխ բառը, այսինքն հոգեբանական վիճակը կայուն նորմալ վիճակի բերելու համար ասել է հրամայում եմ չզոհվել զինվոր հրամանատարական ժիլետը քեզ կպաշտպանի չնայած նույն ժիլետն է ոչ մի տարբերություն չկա հրամանատարի ժիլետը թե զինվորի զինվորը ժպիտը դեմքին արդեն պատասխանել է լսում եմ չզոհվել պարոն փոխգնդապետ հիմա ճիշտ ասած զինվորին փնտրում եմ ես գիրք եմ գրում Սամվելի մասին ես եմ գրում այդ զինվորին փնտրում եմ մտածում եմ որ եթե ողջ է եթե փնտրում եմ չեմ կարող գտնել Վախենում է երևի իմ մոտ գա, մտածել է, որ ես կարող իրան մեղադրեմ, ասեմ, եթե դու քո ժիլետը չէիր հանել, ասենք Սամվելը իրան քո հրամանատար իր ժիլետը չէր տա, քեզ ու ինքը չէր խփվի դավաճանների կողմից, մի խոսքով, բայց ես չեմ ասի կյանքում այդ բանը։ Ես կասեի միայն մի դեպքում, եթե իմ տղեն ինքը լիներ զինվոր։ Ինքը հայրենիքի զինվոր է, բայց հրամանատարական պաշտոնի։ Ինքն է որոշել, որ զինվորը պետք է ապրի ինքը հարցականի տակ մնա։ Ու ես ոչ մի բան այդ զինվորին ված չեմ ասի, եթե լսում էլ է, թող ինքը ազատ գա ինձ հետ շփվի, որտեղ ուզում իրանից լսեմ այդ պատմությունը, գրքի մեջ իր անունից գրանցեմ, իրան էլ հավերժացնեմ իր հրամանատարի հետ միասին։ Պատերազմին մասնակցել առաջին պատերազմին, այո, բայց ի տարբերություն առաջին պատերազմի, առաջինում մենք հայրենիք ենք ազատագրել, ցավոք երկրորդում կորցրել։ Հիմա որպես առաջին ազատամարտի մասնակից, այն ինչ եղավ Արցախի հետ եւ շարունակում է մեր հայրենիքի հետ լինել, ինչպես է, ինչի հետևանք է ցես, ինչ է սխալարեցինք։ Ես մինչև այսօր էլ ասենք որ երեխեքին ռազմահայրենասիրական դաստիարակություն եմ տալիս, ասում եմ որ մեր բանակը չի պարտվել։ Բանակին կեսում ընթացքից կանգնեցին, ասին դու պարտվել ես։ Բանակը չի պարտվել, բանակը շարունակում էր կռիվը։ Ես դե համաշխարհային պատմությանն էլ եմ գերազանց տիրապետում, Հայաստանի պատմության աշխարհությունն էլ եմ գերազանց տիրապետում։ Մեկ Հայաստանի ղեկավարությանը ես գրում եմ, դիմում եմ, ասում եթե դուք պատմություն եւ աշխարհությունը գոնե մեր երկրի, մեր Հայաստանը եւ տարածաշրջանը, ես փոքր 4 հարևան երկրների պատմությանը տիրապետեիք եւ աշխարհագրությանը։ Դուք այդքան հեշտությամբ մեր հողային տարածքներից չէիք ազատվի։ Չէիք ասի այստեղ սար անդեղ, ամմշակ անդեղ, ջուր չկա, անդեղ ձյուն է եւ այլ։ Ախր դա մեր մոտ բացակայել է միայն ուղղաձիգ հրամանատարական ամենավերևի օղակի հրամանատարական բանը։ Մարդը, դա բացակայել, եթե լիներ ասենք ուղղակի ամենանորմալ հրամանատար մեր բանակը չէր պարտվի։ Հետո ես ասում եմ Ստեփանակերտը գրավում են, թող գրավեին Ստեփանակերտը։ Ստեփանակերտում բնակչություն չկար կամ կար շատ քիչ թվով, թող գրավեին թող ավիրեին Ստեփանակերտը։ Մոսկվան էլ Նապոլեոն Բոնապարտը գրավեց։ Դիտավորյալ Կուտուզովը ռուսական ֆելդմարշալը հանձնեց Մոսկվան Նապոլեոնի զորքերին։ Նահանջեց Մոսկվայից։ Բանակը վերակառուցեց, ուժեղացեց 3 ամիս հետո մտավ Նապոլեոնին Մոսկվայում ջարդեց, հետ մղեց մինչև Փարիզ, տարավ Փարիզում իր ողջուն Նապոլեոնին ջարդեց։ Ինչ անենք, Ստեփանակերտը դա ոչ Քարվաճարներ, ոչ Լաչինի շրջաններ, ասենք այդ Բերձորի, ոչ Աղդամներ, այդ տարածքները հանձնված չէին թուրքերին։ Թուրքական անգամ Թուրքիայի բանակը չէր կարող Քելբաջարը գրավել։ Թուրքական բանակն էլ չէր կարող Քելբաջարը, բայց մենք սկուտեղի վրա Ալիևի որոշած օրերին, որ օրն է իրան պետք, այսինքն մեր Մոնթեի ծննդյան օրերն են, մեկի օրերը եւ այդ օրերին սկուտեղի վրա մատուցում ենք Ադրբեջանում։